Լոգիկայից մեջ չի տեղավորվում։ Ոնց կարող մարդ բացեհայտ հելնի իր պոռնկությունը 18+-ը քարոզի, սախնդան հրռան, ձեների տակ վիդեոներ անեն, նորմալ համարեն, բայց այն մարդով, որ ուզում է ապրի մարդավարի, ցույց է տալի, ասում է ընտանիքը, ցույց է տալի, ասում է վարձով ապրող մարդը կարելի երջանիկ ապրի։ Տուն չունեք, բայց փորձեք երջանիկ ապրեք, ոչինչ։ Նյութականը ժամանակավոր է այս ամեն ինչը։ Գան ասեն խոսքի գարաժի դուռ էի փոխում, հինը անդուր սովետական ժեշտը հանում էի դնում էի նոր վերևներ որ կա այդտեղից եմ զարմացած որ դուք տենց հասարակ ամեն ինչը օրենք եք դնում բլոգերների վրա հարկեր եք մեշոկներով դնում լավ եք անում բան չունեմ ասում բայց տենց էժան բաները չեք վերահսկում խի պետք է ես օրինակ ծերեթելով քշեմ ավտոմեքենաս ծերից ծեր դեղի տակ նարկոմաններ անբարո աղջիկներ, ով որ պրոստիտուցիայով ազբաղում, տես մարդկանց տենամ, դեղի գործ են անում։ Խի ես օրինակ գումար աշխատեմ ճիշտ ճանապարհով, գաք ինձ ցավեցնեք, օրենքներ դնեք, սենցա, բայց գնում ես, տենում ես, դե ոնց որ ձգտեն մարդկանց հավասարացնեն, տես պետք է ապրես, ոնց որ ցույց տան տենց ապրի յան կտանք, բայց երբ որ ուզում ես մեզանից լավ ապրես կամ մեզ հավասար ոտ գցես, պետք է վզիկ դնենք։ Հիշեք, վերևն Աստված կա։ Այս ամեն ինչը վերահսկվում է ամենավերևները։ Եթե դուք մտածում եք վերևներն եք, ձեզանից վերևներ Աստված է։ Այդ հեռախոսահամարով քո երեխան կարա զանգի, գնա օգտվի, մի հատ է դեղի հագցնեն, մի հատ է հիվանդություն բերի, գաք վարակ ընկնեք։ 7 պորտ անեսքի մասին էլ գիտեք։ Պետք է ապաշխարեք, ասում եմ ժողովուրդ։ Մի ուրախացրեք տենց մարդկանց, ոգևորում եք, ձեների տակ վիդեոներ եք անում, կողքի ընկերուհիներն է տենում են մի քիչ սիրուն, մի 2000 դրամ ավել են աշխատել, դոշմոշ են սարքել, սկսում են իրանք է վիդեոներ անել։ Անում եք ձեր գործն անեն, ցարեք, այս երեխեքը սաղին հագցրել եք դեղի, 16 տարեկան երեխեք եք չմնաց։ Հիմա սաղորը դանակահարությամբ եք մարդ սպանում։ Այս ինչ վիդեո տեսանք երեխան, 16-17 տարեկան երեխան, վիզ են կտրում, մարդ են սպանում։ Դա նրանից է, որ գոնե Աստծո խոսք խոսալ սովորացնեք, մարդուն սեր բացատրեք, պոռնկություն եք քարոզում, բերաններդ բացում հրռում եք։